Սեպտեմբերյան այս ճարապաստիկ գործողությունները աշխարհը թույլ տալով կորցրեց իր բարոյական դիմակը։ Իսկ այդ դիմակը ինձ համար վերականգնելու է Արցախցու Արցախ վերադարձով։ Մի քանի օրից փետրվարի սկզբին Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները, նշում է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նկաչյան, հույս հայտնելով, որ այդ օրը շատ մարդ կլինի իրենց կողքին, քանի որ այդ կերպ եւս մեկ անգամ փորձելու են լսելի դարձնել գերիների ձայնը։ Աշկերս սպեցումանում տեսնեմ թորքերը կողքից, ավտոմատները։ Փարիզի քաղաքապետարանում հանդիպելու առիթը հիշում եմ քո ձայնը փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունն է։ Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է։ Voice of Hope հիմնադրամի եւ ամերիկյան All Prime Group ընկերության համատեղ արտադրության հիշում եմ քո ձայնը ֆիլմում հեղինակները 6 տեղահանվածների օրինակով ներկայացնում են 120,000-ի ճակատագիրը։ Միացյալ Նահանգներից եւ Բրազիլիայից հետո ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայում, Փարիզի քաղաքապետարանում ֆրանսիական Ժիդուզիա ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Փարիզի քաղաքապետարանի աջակցությամբ։ Դուք չունեք նավթ, չունեք գազ։ Գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ։ Ցավոք դա շատ տեսանելի է, հատկապես երբ տեսնում ենք, որ այլ հակամարտությունների մասին խոսում են միշտ եւ ամենուր։ Ուստի կարծում եմ, որ արցախցիների ձայնը եւս պետք է լսելի դարձնել աշխարհում։ Իմ պաշտոնավարման ընթացքում առերեսվեցի այդ հրեշավորությանը, Ադրբեջանի զորքերի հարձակմանը Արցախի եւ Հայաստանի վրա, ասում է Փարիզի փոխքաղաքապետը։ Cette monstruosité qui a été Այսօր արցախցիները վտարվել են իրենց հողից։ Մենք ականատեսն ենք մշակութային եւ հոգեվոր ավերածությունների։ Ես ամբողջ սրտով հույս ունեմ, որ արցախահայերը կվերադառնան իրենց հողեր, բայց նաեւ սթափ եմ գնահատում միջազգային իրավիճակը։ Այսօր գործում է ուժեղի իրավունքը։ Ուստի մենք պետք է պայքարենք, որպեսզի նրանք, ովքեր սիրում են Հայաստանը, ովքեր սիրում են Արցախը, լսելի դարձնեն իրենց ձայնը։ Արցախահայերի վերադարձը Արնո Նկաչյան տեսնում է ադրբեջանական զորքերի դուրսբերման ճանապարհով։ Դա պետք է տեղի ունենա միջազգային պայմանագրի միջոցով իրավունքը լսելի դարձնելու համար, որովհետեւ բնակչությունը վերագտնի իր հայրենիքը։ Ավազի մի հատիկը ի վերջո կոտրում է ուխտի մեջքը։ Ու թող էս այն փոքրիկ հատիկներից մեկը լինի, որ այդ անարդարության ուխտի մեջքը մի օր կոտրելու է։ Նիկոլայ Մելիքյանի եւ Արայիկ Սարգսյանի հիշում եմ քո ձայնը ֆիլմը ցուցադրվել է նաեւ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում Թուլուզի հայկական ընկերակցության նախաձեռնությամբ։ Մենք գիտենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ճնշել Հայաստանին տարբեր ժամանակներում փոքրացնելով Հայաստանի տարածքը։ Հիմա էլ շատ լավ գիտենք, թե TRIP նախագիծը կոնկրետ որ երկրի շահերն է սպասարկում, ասել է Թուլուզ մետրոպոլի փոխնախագահ Թուլուզի քաղաքապետի տեղակալ Ժան-Կլոդ Դարդելեն։ Նրա խոսքով հիշում եմ քո ձայնը ֆիլմը պետք է ցուցադրվի միջազգային հարթակներում, աշխարհին հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածք, սպանեց հայերի, իսկ ավելի քան 100,000 մարդու դատապարտեց գաղթի միջազգային լիակատար լռության պայմաններում։ Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմի ֆրանսիական ցուցադրություններն ավարտվել են Նիսում։ Քրիստինե Սուքեսյան, Էպիկենտրոն։